Մեկ թվում մի հատ տղա կար, թմրամոլ էր, անունը Գվո էր, որ Գվոն մի բան խոսում էր, ասում են դե Գվոն է ասել, դրա համար կռիվ անենք, դո հիմա Գվոյի մակարդակի ոչ են սրանք, սա պետություն է, չէ, հիմա անցնենք դրա մակարդակին, ասենք թե մի բաներ խոսացել է, մի բաներ խոսացել էր, ասես թե բա թողնենք, որ մնան երկու որ սրանք հեղափոխություն անեն, պետք է արտագաղթեն, սա կուլ տվեցին գնաց, մոռացանք սրա մասին, ասես կատակ եմ արել, կատակը թող գնա իրաց տունն անի, ես հետո ինքը որ ինձ զանգ տակ ասում ում հետ, մի րոպե, իսկ ինչ վերաբերվում է, նրան որ սա կհայտարարի Մաքսային միության մասին և դրանից հետո, 5 օր հետո, ժողովուրդը ոչ մի բան չի իմանում, ոչ մեկը ոչ մի բան չի իմանում, ես ասում, երկու կողմից ես կողմ եմ Մաքսային միությանը, ես իմ արգումենտներն եմ ինչ եմ կողմ, բայց այդ ամեն ինչի մասին պետք է ժողովուրդը իմանա, պետք է մարդիկ իմանա, և պետք է իրանք չմտնեն ներքին հակասության մեջ, դա խոսում մի մասին, մի բանի մասին է մենակ խոսում, որ մենք ունենք Գվոյի պատմությունը, երկրի այս բարձրագույն ուղղակներում, առաջ հաշվարկներն ինչի մասին են խոսում, ինչ են անում, օրինակ ինչ են նշանակում, բոլորի վրա սառը ջուր լցել, դեպքում այդ եվրոպացիների շփոթված վիճակում են, մի բան խոսացել են երեք չառաջով, այսօր ուրիշ բան ստացել են քիթմռունգների, ինչևից է, իհարկե պետք է ժողովրդի կարծիքը հաշվի առնել, իհարկե պետք է այդ հանգամանքները հաշվի առնել, իհարկե մենք պետք է բաց տնտեսական, մեծ լուրջ տնտեսագետների շրջանում պետք է ունենային դեբատներ, որի արդյունքում կծնվեր դա այդ պայմանագիրը, իհարկե դա ինչը պետք է լինել, բայց դա պետք է լինի նորմալ երկրում, օրինակ չի լինի երկրում, երբ որ մարդասպանին բաց են թողնում, Հայաստանը ժպտում են մինչև ականջները։